Սիրուն տեսարան եմ բերել ձեզ, սիրելի հետևորդներ ջան, բարի երեկո, որ իմանաք ուր եմ գնում է, այսօր շատ շոք էր, մի րոպե կանգ առնեմ, այդ շատ շոքից հետո մի քանի անգամ անձրև ա եկել, աշխատանք եմ գնացել, եկել եւ էլի, ես շտում եմ մեդան, գործեր ունեմ, ուղղակի այս պահը այնքան սիրուն էր, ուզեցի որ դուք էլ տեսնեք։ Նորից անձրև ա սպասվում, շատ շոքից հետո, որ անձրև ա գալի, այնքան լավ ա լինում, տնից կմիանամ արդեն։ Անձրևը վրա կա լավ, սիրելի հետևորդներ ջան, ես արդեն տանն եմ։ Մեքենայով եկա, բախտս բերեց, համագյուղացի իրա մեքենայով ինձ տուն հասցրեց, այնա հենց տուն հասա, այս ինձ ուժեղ սելավ ա սկսվել, գնալով բարարում ա, անդադար թոփերը կրակում են, ես լավ պրծա, ես ինձ ծեվի ակոր գրում, Ալեքսեյ Կարկուտը, ով իրոք է։ Այն ուժեղ սելավը անցկացավ, թողել չգա, բայց ամբը դեռ գոռում ա, ու սևակնածա, ձիածան դուրս եկավ, ջան, փառք Աստծո, ձիածանը Աստծո ուխտն ա ժողովրդի հետ, սիրելի հետևորդներ ջան, նման դեպքերում աղոթք արեք, այս պահին ես ինքս էլ անդադար աղոթք եմ արել, որ այս կարկուտը հալեցնի, եւ իմ աղոթքները լսելի եղավ, շատ ահավոր էր, աննկարագրելի, ու հիմա խաղաղվեց, ձիածանն էլ, որ երևաց, արդեն սիրտս հանգստացավ, ճամփովը մի գետի չափ ջուր ա գնում, լա ցույց տամ, հշում ա, մինչև անձրևի կտրվելը բալկոնում մնացել եմ, պարզոտում եմ, են հեռվում արևում ա, որ ամբերը որ դվեր էին եկել, հմել կամանց բրծյանում է, բայց թե երկնքի միտքը դեռ խառն ա, ծտերը երգում են, դա լավ նշան ա,
անձրևներ փախավ, կարկուտներ փախավ։ Ասեցի մի հատ ձեզ հավեսի բերեմ այս վառ մրգերով, սիրուն, տրամադրություն բարձրացնեմ, հերիքան ինչքան անձրև ու կարկուտ տեսանք։ Սիրելի հետևորդներ ջան, պահը բաց չեմ թողել, այս մրգերը առա ու տուն բերեցի, կամպոտ եմ անելու, կեռասները, որին մենք գիլաս ենք ասում, խոշոր, փայլուն, մսալի ու քաղցր։ Ահա խնդրեմ, մի հատ հավեսի բերեմ, հավեսով։ Այս մեկը կողքի գյուղից էին բերել, պահը բաց չթողեցի, այս էլ վերցրի, այս մեկը սառեցնելու եմ, այդ նպատակով եմ վերցրել, 1 կիլոգրամա։ Այսպես, դե գնամ գործերս անեմ, դրսի գործերս լիարժեք ավարտեմ, հետո գամ արդեն հանգիստ, համ գործս անեմ, համ ձեր հետ զրուցեմ։ Դրսի գործերս լիարժեք վերջացրի, հիմա հանգիստ եմ, բայց մի հատ լիարժեք ուզում եմ ձեզ էլի հավեսի բերեմ, մի հատ ցույց տամ էլի, թե ինչքան ընտիր է, մաքուր է, անուշ բույրերը տարածվել է, մրգերի բույրը ծաղկի բույրի նման լավն է։ Հիմա սիրել հետևորդներ ջան, քանի որ այս մեկը ուզում եմ սառեցնել, ոչ թե կամպոտ անել, այս ամանները բերել եմ ու պետք է հատիկ շարեմ։ Ախր շատ է մաքուր, չեմ ուզում լվանալ։ Երբ որ մի բան ենք գնում, նաև գնորդի դեմքին ենք նայում, հագուկապին ենք նայում, շատ կոկիկ կին էր եւ սիրտս տալիս է, որ առանց լվանալու արդեն շարեմ, այստեղ դնեմ, որ չսղա, այսենց, հատիկ շարելու եմ, կսարի թորներս կգան, անուշ կանեն, անցյալ տարվանուց դեր շատ կամպոտներ ունեմ, ու մորի կամպոտել ունեմ, սարի մորեր, կհիշեք, որ արել եմ, այս պահին նույնիսկ մեկը սառնանում է, որ շոկ եղանակին բացեմ խմեմ։ Ավելի շատ կամպոտները շոկ եղանակին է հաճելի լինում։ Համենայն դեպս իմ համար այդպես է։ Հատիկ սենց շարելու եմ, 2 շարք կտեղավորվի այս մեկի մեջ։ Ու հավեսով այս գործն անում եմ։ Մինչև ես չանեմ, չեմ զբաղվի մյուսով, քանի որ ես ավելի նուրբ միրգ է։ Այդ կինը ասեց, որ այո, մինչև տակը այս տեսքն ունի։ Առաջ անգամ եմ իրենից միրգ գնում, նույնիսկ չէի ճանաչում, կողքի գյուղից է, Թեղուտ գյուղից է, համարներով փոխանակվեցինք, որ միշտ կապի մեջ լինեմ ու սենց լավ միրգ գնեմ իրանից, ես չունեմ սրա թփերից, իմը անփուշ մոշն է, բայց շատ եմ ուզում, որ սրա թփերից էլ ունենամ։ Տեսնենք, որ կապ հաստատեմ արդեն իր հետ, նաև միգուցե կարողանամ թփեր ձեռք բերել հենց իրենից։ Այսպես, լավն է, անձրևի տակ չի ընկել, ինքը ցամաք է։ Այսքան անձրևները արդեն հոգնեցնող է, ու բոլորս էլ արդեն մտահոգված, հոգնած, քանի որ այս վերևը բարձր է, երկրորդ շարը հանգիստ կարող եմ շարել։ Այսպես։ Քանի որ սա երկար կտևի, ես շարեմ կադրից դուրս, հետո արդեն մյուս գործողությունը կատարելու ժամանակ լիարժեք ձեզ կմիանամ։ Նկարած է։ Իհարկե մարդու ձեռքը միջամտում է նման բաներին, ինչքան բնությունը պարգևում է, չէ որ մենք էլ մերն ենք անում, ես ինքս էլ, եթե ես չանեմ, չեմ կարա չէ ստանամ լավ միրգ, լավ բանջարեղեն։ Լավն է, իսկապես որ շատ ընտիր է, գովելի է, ապրեն իրենք։ Արժե։
Մեծ ամանը լցվել է, այս մեկն էլ համարյա լցվում է։ Ուզում եմ ցույց տալ ամանի տակը, մի գրամ անգամ մրգի ջուրը դուրս չի եկել, շատ ընտիր է, այսքանն էլ շարեմ, հետո անցնեմ հաջորդ գործերին։ Անցանք առաջ։ Ոտքեր։ Այս պահին ես իմ կիսատ կոֆեն իրեմ կալել կոմ-կոմ ուզում եմ խմեմ։ Եթե դուք էլ իմ նման ձեր գործերը կիսատ ամնացել, կտրուկ որոշումներ եք կայացրել, կոֆեն էփած, կիսատ, բրախել եք, ուրիշ գործով եք ելել, միացեք իմ կոֆեի այս ժամին, որ երեկոյան 8-ն անցած, սիրելի հետևորդներ ջան, մի հատ մտածեցի դաժե ջազվեն եմ բերել, որ լցնեմ, տքացնեմ, հետո ասի չէ, համը կփոխի, թենց բաները ես սիրում չեմ էլի, ես հենց կում-կում կխմեմ, հետո եթե կտենամ ընթացքում սիրտս քաշում է, մի հատ թազակ էփեմ ինձ համար, անհանգիստ եմ, սիրելի հետևորդներ ջան, այդ կարկուտը մեր կշտին թեթև եկավ, խիտ եկավ, բայց այդ հատիկնին մանդր-մունդրներ էլի, չգիտեմ ինչ կլի արած, մրգին հասցրած կլի ջարդած, թե չէ, մանդրներ, բայց խիտեր էլի դրա համար եմ ասում, բայց այն կրանրեսի վրա այդ մեր սիրուն լեռնաշղթային միրեսին, նոյեմբերյան քաղաքն իր գյուղերով, Տավուշի շրջանն արդեն, չգիտեմ էլի այդ կրանրեսի վրա սև ամբերը գնացին, քամին այն կրան վրա տարավ, չգիտեմ ինչ կլի ելած, տա Աստված, որ վնաստված չլի էլի, սաղս էլ չչարվում ենք, որ մի բան ստեղծենք, դե եթե ինչ-որ մի բան ելելում է, անմիջապես իմանում ենք էլի համացանցերից, ամեն դեպքում բոլորս էլ անհանգիստ ենք ու շատ շուտ էլ իմանում ենք, թե որտի ինչ է կատարվում, սրտի ցավով լսում ենք, կարդում ենք, չգիտեմ թե այս ինչ է կատարվում, այս ինչ տարի էր էլի սաղիս հմարել, սիրելի հետևորդներ ջան, բայց թե մենք ուժեղ ազգ ենք, ամեն ինչին էլ կարում ենք դիմադրենք, կոֆեն խմենք դե անցկենանք մեր տան գործերին։ Սառելա կոֆեն տակն անստել, այն իր անստվածքը լավ տակն անստում, որ կոֆեն էփում ենք բրախում էլի, ասենք որ տակ հեփում ենք, դրա համը մի ուրիշ է, սա հենց սառածել այդ նստվածքը որ տակն անստում, դրա համն էլ մի ուրիշ է, քանի որ ես կոֆեն նենց խիտ եմ լցնում, ջրահամ չկալի, լավն է, կխմվի։ Համ խմեմ, համ երկու գործել առաջ գցեմ, սառել է, պիսոկն եմ ուզում դատարկեմ, մի հատ ասի տոպրակից կլցնեմ, բայց դե տենց էլ այդ տոպրակի արանքնին ա դառնում, հետո շաղ անցնում էլի, երկու տոպրակի մեջ է, այս 5 կիլո է, միշտ սիրել եմ, որ պիսոկը մեշոպով առնում, ապահովեմ, լցնեմ ամաննի, սենց ամաններ ունեմ, լցնում եմ, հետո ինձ մար հանգիստ մնում եմ, գիտեմ, որ պիսոկը ապահովված է, բայց ուրիշ գործերով եմ զբաղվել հատկապես, որ ուզում եմ շինարարությունը սկսեմ, ասի փողս մի անգամից չծախսեմ էլի, քիչ-քիչ կառնում, մեծ գումարներին ձեր չտան էլի, որ այդ գործն էլ առաջ տանեմ։ Այս լցնեմ ես ամանը, լավն է, լավ պիսոկ է, սիրտավ մանդե պիսոկ է։ Ինքան էլ երկարանում ենք տվել շաքարավազ։ Բացի կոնկրետ ասում ենք պիսոկը, վսյո։ Հմիացնենք, տոպրակներ ինձ պետք է գալիս, միշտ ամեն հարցում էլ այս տոպրակները պետք է գալիս, իրում ծալում եմ, մի կողք եմ դնում, բայց այս պահին առանց ծալել ստի աթոռի վրա դնեմ,
Այս էլ ծածկեմ, սրիցը շատ լավ բան է, բայց գործանալ։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, ջուր եմ բերել, ուզում եմ նախքան լվանալը պոչերը կտրեմ։ Ես սիրում եմ, որ գիլասի կամպոտը մի քիչ էլ պոչա ունենում, այսենց պոչերը կտրել դեմ, հետո արդեն 2 ջուր կլվանամ ու բանկեին կլցնեմ, որոշեցի 2 կիլանոց բանկեքում փագեմ, վաղտել էլա, քաղցրաջուրն էփել եմ, վրին լցրել փագել, վաղտել էլա բանկեն էփել եմ, Այդ նրանից է, որ մի այնքան սրսկումներ ենք անում, ես էլ եմ անում, որ մտածում ենք, որ հանկարծ մի բան այն չլի ու այսքան լավ բանը չփչացնենք, էլի, ես ինձ սիրում փունջել լավ, 3 հատանի էր այս մեկը, այն մեկն էլ կպել էր, պոչիկներից կբռնեն թորներս, հետո անուշ կանեն։ Այս գիլասի ու բալի սիզոնը, որ գալիս է, միշտ սաղս էլ հիշում ենք, որ մանկության տարիներին ականջող էինք սարքում, նույնիսկ մեր քիթիկներին էինք դնում, ասում էինք հնդիկ ենք։ Դե ես գործն անեմ, սիրելի հետևորդներ ջան, արագացնեմ գործս, էտա մթնել արդեն, այսօր շաբաթ էր, 2 անգամ եմ գործի գնացել, առավոտը շուտ եմ գնացել, հետո եկել եմ տուն, մի ժամից հետ եմ գնացել, Ետ գալիս այս պլպլանա բրանքը ինձ ռաստ եկավ, դե ես էլ պահը բաց չթողի, սկզբում 5 կիլո բերի, բայց ոչ կամպոտանելու նպատակով, քանի որ գույնը մի քիչ բաց էր, բայց ես լավ եմ ծանոթ էլի այս գիլասի տեսակին, շուտահասը էտա արդեն էլա մեր գեղումը, սա մեր գեղի գիլասա, իմ համագյուղացուց եմ առել, իրանք էլ իմ նման աշխատող մարդիկ են, մեր գեղում բացին շատ աշխատասեր մարդիկ կան, սիրելի հետևորդներ ջան, որ ռավոտից ռիգու, տեժարևի տակին, իրանց բաղուբաղ չեն, բեջարում են էլի, ու մենակ ես չեմ աշխատող, կամ էլ ես իմ էլի, ես սիրում չեմ բարձենամ, շատ աշխատող մարդիկ կան, միշտ ուզեցել եմ, որ այս ծառից էլ ունենամ, հետո չգիտեմ ոնց այլել, չի դասավորվել, կամ էլ որ հատկապես երկրորդ հասի վախտը, որ ավելի մուք է ալում, ավելի խոշոր է ալում, քանի որ նաև սրա տեսակնի կա, պոչերն էլ թրջում է, այդ հետո կհավաքեմ, ասել եմ կորիզը վիրունին պհեմ, ցանեմ, հետո կամ դուշ չի եկել, կամ չգիտեմ, չի ստացվել, որ ունենամ, շատ վախտել ասել եմ, այդ ադե կա էլի, առնում եմ էլի, սրա խնամքը շատ ավելի նուրբ է, շատ ավելի խնամք է պահանջում էլի, ծառերի մեջից կարելի ասել, բալը մեկ էլ գիլասը, հատկապես տարվա այս շրջանում, որ սենց արևան ձրևը, տոթը, ցավուցեցի շրջանն է, կարկուտն է մի կռնուցել, շատ դժվար է սրա խնամելը, ծառը նուրբ է, շուտ է էլի վարակվում ամեն տեսակ ցավուցեցով։ Հմիկ որ այս պլպլանա պրանքը լավ խնամված, լավ մշակած ես առել եմ, շատ գոհ շնորհակալ եմ, ընդհանրապես հմիթեխի եմ ասում միտք չունեի կամպոտանելու, որ այդ սկզբից 5 կիլոն բերի, մեր հայ կանայք սովոր ենք էլի, որ մի բան ենք առնում, ուզում ենք բանկ ենք գծենք, ձմռվա պահուստ ունենանք էլի, մենք մնել ասենք, այդքան էլ մեր մտածում չենք էլի, սենց ուզում ենք բանկում էլի մեր դարակնումը մեր աչքը տենա, որ մենք հանգիստ լինք էլի, նույնիսկ էլ վաղտ, որ կամպոտանելիս էլ ուզացել չենք մի 2 հատ համտենանք անգամ, որ հանկարծ բանկիցը պակսի ոչ էլի, բայց թե ուզում եմ ասեմ հմի այդ թվերն էլ անցկացել, էլա ծպոր, մենք էլ միջին, շեն աշխար, մենակ թե աշխարը խաղաղլի, բնությունն էլ մի կրնից հայելի վնասում մարդկանց, սենց ոնց որ բնության ձեռիցը խլովի, թենց ենք էլի արդեն ստեղծում։ Պլպլան, մեր պատկերը միջին հրևում է, այս նույն ձևի շարունակեմ գործես։
Կարծես մի լավ առաջ եմ տարել, ոչենի մուզատ չափի կտրել եմ, մի քանի ջուր լվացել եմ գիլասը, բանկաներն եմ լվացել, պատրաստել, շարել եմ, հասցրել եմ 2 բանկա լցնել և 3-րդն եմ լցնում։ Սիրելի հետևորդներ ջան, քանի միրգդ հարմա, մի լավ կերեք ու ձեզ լավ զգացեք և իհարկե կամպոտ էլ արեք ձմեռվա համար։ Միշտ ասում ենք ձմեռվա համար, բայց թե էլ առաջվանը չէ՞ որ սպասենք ձյունը գա, որ կամպոտ բացանենք, չնայած այն վաղ շատ հետաքրքիր էր, բայց թե հիմա էլ այս ձևով է հետաքրքիր, քանի որ մեր ուզած վաղտով բացում ենք ու խմում ենք։ Ես սկսեմ շարունակել իմ գործը նույն ձևով, ինձ կմնա քաղցրը բռնեմ, եռացնեմ ու իմ կամպոտը անեմ։ Էսա ցույց տամ, թե ինչքան հատիկներ եմ լցնում, հատկապես այս տիպի մրգերը սիրում եմ, որ հատիկները մի քիչ առատ լինի։ Շատ հավես և այս գործը խաղի է նմանվում։ Ես չափի եմ լցնում։ Ես էլ մի կողմ տնեմ և շարունակեմ։ Հետո առաջ տանելով, դասավորելով։ Սիրելի հետևորդներ ջան, քաղցրաջուրը բռնել եմ, համտեսով եմ բռնել, որոշեցի բանկաները եռացնել ավելի հեշտ, ավելի հանգիստ և ավելի ապահով։ Եռացնելու եմ 15 րոպե, եղի սկսվելու պահից։ Այս բղինձը 100 տարվա բղինձ է, որ օգտագործում եմ, սիրելի հետևորդներ ջան, ջուրը արդեն տաքացել է և արդեն բանկաները շարեմ։ Այս բղինձի մեջ 8 հատ 2 կիլոգրամանոց բանկա է տեղավորվում, 5 հատ 3 կիլոգրամանոց, 12 հատ 1 կիլոգրամանոց, կիլոգեսանոցը չեմ հիշում, ինչքան է տեղավորվում։ Եղը կսկսվի, հետո կզակատեմ։ Մի քանի հատ էլ փոքր բանկաներ եմ լցրել, այստեղ 2 ամանով ունեմ հեսա։ Շատ լավն է, այդ էլ անուշկան եմ։ Բանկեքի վրա քարեր եմ դրել, սոկը չթափվի եռալու ընթացքում, էփը դեռ չի սկսվել, սպասում եմ։ Սպասելու ընթացքում որոշեցի այսքան գիլասը ոչ թե ուտեմ, այլ սառեցնեմ, քանի որ թացեր փռել եմ չորանա, լավ չորանալուց հետո պետքա ոչ մի կաթիլ չլինի, կտեղավորեմ տոպրակների մեջ, օդը կհանեմ և կսառեցնեմ։